Ես նաև դուխարյանամ այսօր ես կպատմեմ Ալֆրեդ Նոբելի մասին։ Ծանր ժամանակներ էին, ինչևէ 1833 թվականին նոյեմբերի 21-ին Էմանուել հայրիկը, Կարոլինա մայրիկը ունեցան երեխա։ Անունը դրեցին Ալֆրեդ Նոբել։ Հայրիկի գործերը շատ վատ էին, իսկ ընտանիքը պարտքերի տակ։ Երբ Ալֆրեդը 4 տարեկան էր, հայրիկը ասաց, որ պետք է գնա Գյումրի, Ռուսաստան, Սանտ Պետերբուրգ։ Մի օր հայրիկը կանչեց մայրիկին, երկու եղբայրներին եւ Ալֆրեդին։ Եվ ցորսին էլի։ Հայրիկը դրանց օգնեց որ գան։ Նրանք տեսան, որ հայրիկի գործերը էլի շատ լավ էին։ Եվ նա փայտոջիկների գործարան էր ստեղծել։ Հայրիկը այնքան հարուստ էր, որ Ալֆրեդին ամենալավ ուսուցիչների մոտ էր տարել։ Այնքան խելացի էր Ալֆրեդը առարկաներից ամենաշատը քիմիան էր սիրում։ Հայրիկի բախտը բերել էր, քիմիկուս էր։ Հայրիկը Ալֆրեդին քիմիայի գրքեր էր ուղարկում, որ Ալֆրեդը ավելի խորանա քիմիայի մեջ։ Ճամփորդության ժամանակ Ալֆրեդը ծանոթացավ մի ճամփորդի հետ, որը ստեղծել էր նիտրոգլիցերինը։ Նիտրոգլիցերինը նյութ է, որը կարող է պայթել այն ժամանակ, երբ որ պետք չէ։ Կարող է չպայթել այն ժամանակ, երբ պետք է։ Հայրիկը եւ Ալֆրեդը նիտրոգլիցերին պատրաստեցին եւ վաճառեցին։ Երբ պատերազմները վերջացան, հայրիկի գործերը նորից շատ վատ էին։ Բայց ընտանիքը պարտքերի տակ չէր մտած։ Ալֆրեդը, հայրիկը եւ մայրիկը գնացին հետ Սանտ Պետերբուրգից հայրենիք, իսկ Ալֆրեդի երկու եղբայրները մնացին Սանտ Պետերբուրգում։ Եվ մի օր պայթեց գործարանը եւ մահացավ Ալֆրեդի ամենափոքր եղբայրը։ Հայրիկը չէր շարունակում այդ գործով զբաղվել, իսկ մեր հրաշագործը պայքարեց քիմիայի դեմ եւ նա ստեղծեց նյութ, որը կարող է դեմ տալ նիտրոգլիցերինին։ Այսինքն մարդը կասի, թե երբ կպայթի նիտրոգլիցերինը, մարդը կիմանա, թե երբ կպայթի նիտրոգլիցերինը։ Մեր հրաշագործը նրան անվանեց դինամիտ։ Հիմա ես կընթերցեմ գրքից մի փոքր հատված։ Պատկերացրու Ալֆրեդը այնքան մոլեռանդ էր, որ անգամ պայթուցիկ դոնդող հնարեց։ Երևում է մի օր փորձերից մեկի ժամանակ կտրում է մատը եւ վարակի ներթափանցման վախի վերքի վրա կոլոդիում լցնում։ Կոլոդիումը նյութ է սպիրտի նման։ Ճիշտ է, որ մենք մեր բաց վերքերի վրա սպիրտ ենք անում, մռմռում է։
բայց ինչ որ մի քիմիական նյութ է ավելացած այդ նիտրոգլիցերինին, որ չի մռմռում բաց վերքերի վրա, որ լցնում ենք կոլոդիում լցնում գիշերը չկարողանալով ցավից քնել մտածում է, որ կարող է կոլոդիումը նիտրոգլիցերինի հետ խառնել և այդպես գիշերվա ժամը 4-ին ծնվում է աշխարհի ամենազորեղ դոնդողը, որը հայտնի է նաև նիտրոժելատին անվամբ։ Ալֆրեդը այնպիսի հրանոց ստեղծեց, որը, եթե հիշում եք, առաջ մենք որ հրանոցներ էինք պայթեցնում, ծուխ էր դուրս գալիս և հոտ էր գալիս, իսկ Ալֆրեդը այնպիսի հրանոց էր ստեղծել, որ պայթելուց ծուխ չէր հանում, միայն հոտ էր գալիս և ձայն էր հանում, և թշնամիները չէին հասկանում, թե որտեղ է պայթել։ Ալֆրեդը շատ էր սիրում ամեն ինչ օդ բարձրացնել, խեղճ մարդ, տարիքն էլ անցել էր, դեռ սիրածքին էլ չէր գտել։ Ալֆրեդը որոշեց, երբ նա որ մահանա, պետք է իր ունեցվածքի կեսը տա այդ տարվա ամենալավագույն մարդուն, օրինակ քիմիկոսին, գրողին, բժշկին կամ մարդկությանը, որը մարդկանց լավություն կբերի։ Ալֆրեդը նրան անվանեց Նոբելյան մրցանակ։ Եթե այդ տարի չկար արժանին, չէին տալիս, իսկ եթե կար արժանին, քիմիկոսը, գրողը, բժիշկը և մարդկությունը, որը մարդկանց լավ բան կբերի։ Նրան տալիս էր իր ունեցվածքը և Նոբելյան մրցանակ։